Տեխնոլոգիաները փոխվել են։ Ինչի է Նիկոլը օրը 6-ած ստատուս գրում, վիդեոներ նկարում։ Ինչու է ժամանակ առ ժամանակ օգնության իրեն կինը հասնում։ Ինչու են սրանք բոլորը սկսել ռիլեր նկարել TikTok-ում։ Իրենք դաշտը լցնում են իրենցով։ Նիկոլը օրվա ընթացքում 6 ստատուս է գրում, որպեսզի հնարավոր, այսինքն երբ որ դու շատ ես, կապ չունի քո համար լավն են խոսում, թե վատն են խոսում, կարևորը ուրիշի մասին չեն խոսում։ Ու դու ինֆորմացիոն դաշտը լցնում ես քեզնով, ու քո բոլոր այդ թատերախմբին, այդ ստրուկներին, իրենց հոգիները քեզ վաճառածներին հրահանգ ես իջեցնում ու ասում ես անթիվ անհամար ստատուսներ գրեք, անթիվ անհամար վիդեոներ նկարեք, կոնտենտ գեներացնեք, որպեսզի եղած մենք սկրոլի աշխարհում ենք ապրում։ Մարդը ինֆորմացիան երբ որ նայում է, ինքը առաջի նախադասությունը կարդում է, այդ նախադասությունը իրեն չի բռնում, ինքը անցնում է առաջ։ Հիմա այս բթով առաջ գնալու աշխատանքի մեջ հավանականությունը, որ դու այդ եղած ահռելի կոնտենտի մեջ կկարողանաս մի հետաքրքիր բանով մտնես, դե ուրեմն պատկերացրա ինչ տեսակի կոնտենտ պետք է գեներացնես, որ դա մարդկանց հետաքրքիր լինի։